կկատար իր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Նոր դիմագից 7 երկրից ձեռք բերված ու տեղական նոր սպառազինություն, նոր հանդերձանք հանրապետության հրապարակում ընթանում է զինված ուժերի զորահանդեսը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Միշտ պատրաստ, ինչ է խորհրդանշում Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանը։ Փաշինյանը Հայաստանը ուժեղ եւ անվտանգ երկիր է դարձնում, ԱՄՆ նախագահ Թրամփը իր լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի վարչապետին։ Մոսկվան Երևանին սպառնում է էներգետիկ պայմանագրերի խզմամբ, Հայաստանն արձագանքում է։ Մեկնարկում է ԵԱՏՄ նիստը, Ռուսաստանը սպառնում է որոշումներ կայացնել Հայաստանի մասով, վարչապետ Փաշինյանն էլ հայտարարում, նրանք փորում են ԵԱՏՄ գերեզմանը։ Բարի կեսօր, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Եվ այսպես Երևանի Հանրապետության հրապարակում ընթանում է զորահանդեսը, Հայաստանի Հանրապետությունը ցուցադրում է զինված ուժերի նոր սպառազինությունը, նոր հանդերձանքը։ Զորահանդեսին ցուցադրվում է 7 երկրներից ձեռք բերված ու նաև տեղական սպառազինություն։ Նոր սերնդի ներկայացուցիչ է։ Այն սպառազինված է աշխարհում առաջատար համարվող 12.7 մմ խոշոր տրամաչափի M2 տեսակի գնդացիրներով։ Զրահամեքենան կահավորված է նաև ներսից կրակ վարելու համար նախատեսված սողանցքերով։ Բաստիոն զրահամեքենան իր զորաշարժային եւ կրակային հնարավորություններով բարձրացրել է հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառման արդյունավետությունը, ապահովելով օպերացիաների իրականացման գաղտնիությունը, հանկարծակիությունը, օպերատիվությունը, հատուկ մարտավարությունների կիրառումը, շարժունակությունը եւ ինքնաբավ գործելու, փոքր ուժերով մեծ խնդիրներ կատարելու հնարավորությունը։ Բաստիոնը բազմակի նշանակության զրահապատ մեքենա է, նախատեսված բարդ տեղանքում անձնակազմի արագ խնդիրների կատարման շրջան տեղափոխելու, հետախուզություն վարելու, պայմանական հակառակորդի վրա կրակային ներգործություն ապահովելու, ինչպես նաև ղեկավարում ու բարեկություն իրականացնելու համար։ Զրահամեքենայի իրանը պատված է ամբողջական եռակցված զրահապող պատով, ինչն ապահովում է երրորդ մակարդակի բալիստիկ պաշտպանություն։ Իրանի վեհաձև կառուցվածքը եւ հատուկ տեխնոլոգիայով պատրաստված անպատողերն ապահովում են անձնակազմի պաշտպանվածությունը հակատանկային, հակահետևակային ականներից եւ ինքնաշեն պայթուցիկ սարքավորումների ազդեցությունից։ Անձնակազմի կենսունակության բարձրացման նպատակով զրահամեքենան կահավորված է պայթյունակայուն նստատեղերով։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հատուկ նշանակության ստորաբաժանումների զարգացման ընթացքը եւ իրականացվող բարեփոխումները պաշտպանության համընդգրկում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ուժեղ եւ անվտանգ երկիր է դարձնում, նաեւ կիսում է Հայաստանի ու Հարավային Կովկասի հետ կապված իր տեսլականը։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում, նաեւ կարևորելով օրերս ԱՄՆ պետքարտուղարի եւ Հայաստանի արտգործնախարարի հանդիպման ժամանակ ստորագրված փաստաթղթերը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ ընկեր եւ առաջնորդ իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ եւ շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է Հայաստանի եւ ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղության ու բարգավաճման իմ տեսլականը, նշել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը ընդգծել է մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան այցի ժամանակ ստորագրված փաստաթղթերի կարևորությունը։ Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս այցելեց Հայաստան, որտեղ առաջ մղեց մի քանի կարևոր գործարք մեր երկու երկրների համար։ Շուտով Միացյալ Նահանգները եւ Հայաստանը միասին հիմք կդնեն Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագիծը, որը կվերափոխի Հարավային Կովկաս
մասը եւ մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին կօգնի մուտք ունենալ Կենտրոնական Ասիայից մինչեւ Միացյալ Նահանգներ, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նաեւ առաջիկա ընտրություններում աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Այս պատճառները հաշվի առնելով Նիկոլը ունի իմ լիակատար եւ ամբողջական աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձրունքների, քան երբևէ։ Հայաստանը կրկին ավելի հզոր կդարձնենք, եզրափակել է Թրամփը։ Հիշեցնեմ, Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերությունը բարձրացրել են նոր մակարդակի, ստորագրելով երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ստացել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը ուղղված Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությանը։ Ըստ լրատվամիջոցների նամակում ռուսական կողմը Հայաստանին սպառնացել է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի եւ չմշակված ադամանդների մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիությանն անդամակցության գործընթացը։ Արտգործնախարարությունից ասում են, որ նամակը կուսումնասիրվի եւ հայկական կողմը ըստ անհրաժեշտության կարձագանքի։ Մոսկվայում կարծում են, որ Հայաստանի հետագա շարժը դեպի Եվրամիություն վտանգի տակ է դնում երկկողմ առևտրատնտեսական ու ներդրումային համագործակցության հիմքերը։ Եվրամիության հետ Հայաստանի փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը եւ Հայաստանի կառավարության կողմից Եվրամիությանը անդամակցելու հայտարարված ձգտումը սպառնում են ռուս-հայկական առևտրատնտեսական ու ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանմանն ու զարգացմանը, որի հիմքերից մեկը երկկողմ միջազգային համաձայնագրերն են, ռուսական կողմը նշում է նամակում։ Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միակողմանիորեն կկասեցնի կամ չեղյալ կհայտարարի գազի, նավթամթերքի, չմշակված ադամանդների մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Նա նշել է, որ նման բովանդակությամբ նամակ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի միջոցով փոխանցվել է Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձել է Հայաստան-ԵԱՏՄ հարաբերություններին։ Հայաստանը այս պահին ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև Հայաստանի վարչապետը ԵԱՏՄ միակ պաշտոնյան է, ով միևնույն ժամանակ երկու բարձրագույն կառավարման մարմնի անդամ է։ Աբովյան քաղաքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավի ժամանակ արձակուրդում գտնվող հանրապետության վարչապետ քաղաքացիական պայմանագրի վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն է նշել։ Ես ուզում եմ մեզ բոլորի հիշեցնել ՀԱՊԿ երկրներից մեկի ղեկավարի հայտարարությունը Բելարուսի նախագահ Լուկաշենկոյի, որը ասում էր, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը ընդդեմ Հայաստանի։ Եվ նա ասում էր, թե Հայաստանը ոչ մեկի պետք չէ։ Հիմա այդ նույն մարդը ոտու ձեռ է ընկել, թե Հայաստանը գնում է Եվրամիություն եւ ակտիվացրել է իր այստեղի գործակալին, որ նա Հայաստանը շղթայի այնպես, ինչպես շղթայված էր Հայաստանը 2018 թվականից։ Ես ուղիղ ասեմ, ես ոչ միայն Հայաստանը այս պահին չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ անդամ է երկու բարձրագույն կառավարման մարմինների։ Այդ լծակները ես պատրաստվում եմ օգտագործել եւ կօգտագործեմ, դրա համար ունեմ բոլոր լծակները, որ մասնավորապես Լուկաշենկոն ԵԱՏՄ-ն չկարողանա օգտագործել Հայաստանի դեմ։ Ինչ հայտարարություններ հնչում են, դրանք սին հայտարարություններ են։ Նրանք, ովքեր այդ հայտարարությունները անում են, նրանք պարզապես մեր ժողովուրդը ասում է տաք են, չէ՞։ Չեն հասկանում, որ նրանք փորում են Եվրասիական տնտեսական միության գերեզմանը։ Բարից բուն իմաստով։
Բայց ես ընտրություններից հետո կվերադառնամ, հիմա արձակուրդի մեջ եմ, առաջիկա նիստին մասնակցելու է Հայաստանի վարչապետի պարտականությունները կատարող փոխվարչապետը Եվրասիական տնտեսական միության։ Ես հունիսի 7-ից հետո ձեր մանդատը ստանալու պարագայում եւ ձեր մանդատը ստանալուց հետո ես կվերադառնամ աշխատանքի եւ դուք կտեսնեք, որ այն բոլոր տագնապալի հայտարարությունները, որոնք արվում են, կչեզոքացվեն։ Նա նշել է, որ քանի դեռ Հայաստանը կարող է միևնույն ժամանակ եւ ԵԱՏՄ անդամ եւ շարունակել բարեփոխումները եվրոպական ստանդարտին հասնելու, Հայաստանը այդ ճանապարհով գնալու է։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղազախստանում այսօր կայանալիք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հանդիպումների օրակարգը Հայաստանի հետ կապված իրավիճակի պատճառով հեշտ չի լինելու։ Ինտեգրացիոն թեմատիկայից բացի գիտեք, որ Հայաստանի հետ կապված իրավիճակը հեշտ չէ։ Եվրամիության հետ Հայաստանի ինտեգրումը անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ։ Հայաստանը այլ միավորման հետ ինտեգրացիայի կուրս է վերցրել։ Դրանք միմյանց բացառող գործընթացներ են։ Երևանը հայկական օրենսդրության համաձայն պետք է կողմնորոշվի դեպի Եվրամիություն։ Հայաստանում համապատասխան օրենք է ընդունվել, որը ըստ էության իրավաբանորեն պարտավորեցնում է կառավարությանը եւ պետական կառավարման բոլոր օղակներին կողմնորոշվել դեպի եվրոպական ինտեգրացիա, ասել է Պեսկովը։ Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կարող են չեղարկվել։ Զգուշացնում եմ այն գործիչներին, որոնք փորձում են հեռանալ Ռուսաստանից, որ Հայաստանի համար շատ ավելի վատ կլինի, եթե Ռուսաստանը որոշի տարանջատվել Հայաստանից։ Հետևանքները շատ ավելի ծանր են լինելու, հայտարարել է Տոլստոյը մանրամասնելով Հայաստանի քաղաքացիների համար ընթացիկ արտոնությունները, օրինակ Ռուսաստանի տարածքում առանց գրանցման երկարաժամկետ կեցության իրավունքը կամ աշխատանքի ընդունման պարզեցված կարգը հիմնված են ռազմավարական դաշնակցային կարգավիճակի վրա։ Ռուս պաշտոնյաներին երկրորդել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանաբար կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելու հարցում Բրյուսելի մոտեցումները, քանի որ իրեն ասոցացնում է Եվրամիության եւ բրյուսելյան բյուրոկրատիայի հետ։ Զախարովան ընդգծել է, որ իբր ի տարբերություն Եվրամիության, ԵԱՏՄ-ում համագործակցությունը քաղաքականացված չէ եւ կառուցվում է հարգանքի եւ իբր իրավահավասարության հիման վրա, ազատ շուկայի, ազնիվ մրցակցության եւ օրինականության սկզբունքներով։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էլ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում հայտարարել է, որ սպառնալիքի աղբյուրի մոտ հավանականությամբ գտնվելը Երևանի ցանկությունն է, որը ափսոսանք է առաջացնում։ Խնդիրները շատ են եւ դրանք լուծելը շատ ավելի արդյունավետ է միասին։ Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները դա չեն հասկանում եւ պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ, ասել է Շոյգուն։ Չի կարելի նույն տեղով նստել տարբեր գնացքների մեջ, նշել է նա։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանը դեռևս մնում է ՀԱՊԿ-ում, սակայն կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը դարձյալ անցնում է առանց Երևանի ներկայացուցիչների մասնակցության։ Եվ այժմ զրուցելու եմ Հանուն Հանրապետության կուսակցության ցուցակով ազգային ժողովի падգամավորության թեկնածու Գերագույն խորհրդի նախկին падգամավոր Ազատ Արշակյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Արշակյան, եւ այսպես բոլորի ուշադրության կենտրոնում բնականաբար Հանրապետության հրապարակն է, նաեւ գուցե նրանց, ովքեր ասում են ուր են գնում փողերը, այդ փողերը հիմա Հանրապետության հրապարակում են այս պահին։ Զորահանդես։ Պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ զորահանդես է անում, ցուցադրում է զինված ուժերի նոր սպառազինությունը, նոր զինանշանը, նոր համազգեստը եւ ինչպես Փաշինյանը նշեց, նոր գաղափարախոսությունը։ Իդեպ հայտարարեցին, որ Հանրապետության հրապարակում ներկայացվում է 7 երկրից ձեռք բերված նոր սպառազինություն ու նաեւ տեղական արտադրանքը, հա։ Ինչի մասին է այս զորահանդեսը։ Կենսունակության մասին է։ Հայ ժողովուրդը ունի ապահով վստահելի հայապահպանության համար անհրաժեշտ օջախ։ Այդ դա։ Ես կարծում եմ, որ մենք ինքներս մեզ եւ աշխարհին
ցույց ենք տալիս, որ մենք պահպանելու ենք այն, ինչ որը կոչվում է հայկականություն։ Հայկականության համար Մեսրոպ Մաշտոցի համար, Վահան Տերյանի համար, Կոմիտասի համար, Արամ Խաչատրյանի, Մովսես Խորենացու, Գրիգոր Նարեկացու ժառանգությունը ապահով ձեռքերումը մենք վստահելի պահապանն ենք, արժեքների հայկականության պահապաններ ենք, ընդամենը դրա մասին է, իսկ այդ պողպատը, փայլուն գունավոր մետաղներով, վառոդը, դա ուղղակի ցույց է տալիս, որ մենք վճռական ենք, ես բարբերաբար դա նշում եմ, որ վճռական ենք եւ անձնազոհ, մենք գնում ենք բոլոր անհրաժեշտ զոհաբերություններին, չենք խնայում ոչինչ, մեր կյանքը չենք խնայում, որպեսզի պահպանվի Աստծո տված այ գոյություն ունեցող հայի ժառանգությունը, այ դրա համար թափենը ես դա եմ տեսնում, բայց որպես սովետական բանակի знамённый взвод, այդպես էր կոչվում, ես այդ պատվոպահակ զորամասում եմ, վաշտում եմ ծառայել եւ բացի սովորական զինվորական անհրաժեշտ պարապմունքներից լրացուցի 4 ժամ մենք անցնում ենք նաեւ շարային վարժություններ, այսինքն իմ մեծ սովետական բանակը վարժեցրել է ինձ այդ շքերթների նկատմամբ հատուկ վերաբերմունք, ես իհարկե դրանից բավականություն ստանում եմ, դա բացի այդ զենքի, ինչպես ասացինք, մեր վճռականության մասին, կենսունակության մասին, դա մի տեսակ նաև փեսացուների շքերթ էր։ Գիտեք ինչ, փեսացուներ ունենք, տեսեք, պատանիներ, կանայք էլ կային, կանանց գումարտակը եւս անցավ։ Հարսնացուներ, մենք դեռևս այդ վերարտադրության հարցը լուծող անձնակազմ ունենք, ես որպես տարեց մարդ դրանից հաճույք եմ ստանում, որ շարունակվում է կյանքը շարունակվում է ու տեսեք ինչ փեսացուներ եւ հարսնացուներ ունենք մենք, դա մեր կյանքն է, մեր ապագան է, այ դա պոդիում զորահանդեսը նաեւ գեղեցկության, հպարտության, առնականության եւ զավակաբերության շքերթ էր։ Իմ աչքերը այդպիսին են, զենք, զինամթերք, սվիններ, պողպատի փայլ եւ նաեւ զավակաբերության շքերթ ցույց, այ որ մենք բազմանալու բոլոր հնարավորությունները ունենք եւ մենք դա անելու ենք։ Պարոն Արշակյան, թեև բանակը բնականաբար քաղաքականացված չպետք է լինի եւ պետք է հեռու լինի քաղաքականությունից, բայց այս դեպքում եկեք քաղաքականացնենք այն, ինչ կատարվում է հանրապետության հրապարակում այս պահին, որովհետեւ ինչպես Փաշինյանը նշեց, 2022 թվականից հետո է հնարավոր դարձել այս ամենը, այսինքն քաղաքական որոշումների արդյունքում է հնարավոր դարձել այս ձեռքբերումները եւ առանձնացնենք մի քանի առանցքային հարց այստեղ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայում, հապկում, անդամակցության կամ մասնակցության սառեցում եւ այլն ու բնականաբար այլ միջազգային գործընկերների հետ ավելի խորը գործակցություն եւ ի վերջո այս դեպքում պաշտպանական, ռազմական, անվտանգային ոլորտում քաղաքականության դիվերսիֆիկացում, հա։ Բայց Հայաստանը շարունակում է դեռևս գտնվել իրավաբանական իմաստով, այսպես ասենք, գտնվել նույն օրինակ հապկում եւ կան նաեւ հանրության մոտ որոշ մտավախություններ, հա, ինչպես փորձագետներն են նշում, հապկ վերադարձը ենթադրելու է այս բոլոր ձեռքբերումների չեզոքացում, հա։ Այ կա այդ մտավախությունը դեռևս պահպանվում է, որ Հայաստանը այնուամենայնիվ իրերի ինչ որ բերումով կարող է այս ձեռքբերումները ջնջել եւ վերադառնալ այդ պայմանական, ասենք, հին աշխարհը։ Ես մի փոքր վերապահում ունեմ, բանակը ամենակաղաքական ինստիտուտն է, ապա կուսակցական, պետք է մենք տարբերենք։ Կուսակցականությունը անթույլատրելի է, որովհետև դա համահայկական ինստիտուտ է, բոլորի ինստիտուտն է,
Այսինքն ինքնապաշտպանությունը մեր բանակը հարձակողական բանակ չի, մեր բանակը ինքնապաշտպանության, ինչպես ասացինք, հայապահպանության մարտիկն է, ուրեմն անպայման քաղաքական, առանց բանակի չի լինում քաղաքականություն, այսինքն լինում է քաղաքականություն, բայց ուրիշի, ով որ բանակ ունի, նրա քաղաքականությանն ենք մենք սպասարկում, հենց որ կա մեր բանակը, ուրեմն մենք քաղաքացիներս ապահովում ենք քաղաքական կյանքը, քաղաքական անկախությունը։ Երկրորդ կետը, որի վրա կուզենայի ուշադրություն դարձնել, չկա հոմանիշներ շատ կան, բայց կա ազատություն եւ անազատություն։ Այսինքն մենք պետք է ընտրենք։ Մենք անազատություն ենք ուզում, գերություն ենք ուզում, կամազրկություն, նվաստացում, վերջին հաշվով զոհվելու ենք, մենք զոհաբերման օբյեկտ ենք, թե մենք ազատ ենք, մենք որոշումներ ենք կայացնում, մենք արժանապատվություն ունենք, մենք ապրելու իրավունք ունենք, թե չէ։ Մենք ենք որոշում, այդ տեսեք ձեր ասած հարցերի մեջ հապկը, մապկը, Տիզբոնը, Ստամբուլը, Պիտերբուրգը, դրանք բոլորը նրա մասն է։ Մենք ինքներս կարող ենք տնօրինել մեր կյանքը, մեր ունեցվածքը, մեր արժանապատվությունը, թե տալիս ենք ուրիշին։ Ես հիմա կարծում եմ, որ ասեմ, ադաբրիայու այսօրվա քաղաքական իշխանության վարքագիծը ինքս կարծում եմ, որ որոշ իմաստով անգործություն կա։ Կարելի էր դա ավելի համարձակ անել։ Քանի որ այնտեղ չկան տարեցներ, դրանք բոլորը երիտասարդներ են։ Սկսած Նիկոլ Փաշինյանից։ Նիկոլ Փաշինյանը երբ ծնվեց, ես երկրորդ դատվածությունով գնացել եմ Սիբիր։ Կեցե ազատ անկախ Հայաստանը։ Այդ դրա համար դատվեցի երկրորդ անգամ 1970 արդեն երկրորդ սրոկն է արել։ Տեսնում եք, ես կարող էի հիմա ասում եմ, պարոն Փաշինյան, մենք մի անգամ դա արել ենք, երբ ինքը երիտասարդ էր 1990 թվականին, ես չեմ ասում 88, ճիշտ նույն վիճակներ։ Սովետական միությունը փլուզվում էր, այսինքն ռուսական իմպերիայի այն ժամանակվա մականունը կլիչկա, Նակոլկեն, SSR էր, SSSR, մի քանի հատ S էր, երկու հատ չէ, երկու SS չէ, և R, այսինքն դա փլվում էր, ու մենք այդ փլատակների տակ չմնացինք, այ մեր խնդիրն էր այն ժամանակ, փլատակների տակ չմնալ, հիմա նույնպես RF-ը, հիմա մականունը ռուսական իմպերիայի RF է, Ռոսիյսկայա Ֆեդերացիա, թե իբր ինչ, RF-ը հիմա փլվում է նորից, փլուզման մեջ է, տեսեք նրանց քարոզչությունը, տեսեք ինչ են անում, այդ RF-ի իշխանությունները, RF-ի բնակչությանը զրկում են ծաղիկներից, ծիրանից, զրկում են, ոգելիչ խմիչքից լավ, նստացում են սամագոնի վրա իրեն ժողովրդին, այսինքն այդ պետությունը նույնիսկ իր քաղաքացիների անվտանգությունը չի կարողանում ապահովել, սննդամթերքի անվտանգությունը չի կարողանում ապահովել։ Հիմա այդ պետության փլատակների տակ չի կարելի մնալ, այսինքն RF-ի, Եվրազիայի, դա են ոսկե հորդան է հին, հիմա Եվրազիա է կոչում, Եվրազիյսկայա, հա, ինչա, Մաքսային միության, Տամոժեննի սայուզի փլատակների տակ չի կարելի մնան, ճիշտ ժամանակին հարկավոր է հեռանալ փլվող համակարգից, մենք աղետ տեսած, երկրաշարժ տեսած ժողովուրդ ենք, այդ բարձրահարկ շենքը շատ վատ կառուցված եւ շատ վատ կառավարվող, փլվում է, հարկավոր է հեռանալ մի ժամ շուտ, մի կիլոմետր հեռու, 10 կիլոմետր հեռու, հարկավոր է հեռանալ։ Հեռանալու մասին եք ասում, Ռուսաստանից նախորդին հայտարարեցին Ռուսաստանի հեռանալը Հայաստանից, Հայաստանի համար էլ մեծ վտանգներով հղի եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարը նամակ է ուղարկել տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ սպառնում է, որ Հայաստանի Եվրամիության հետ շարունակական խորը գործակցության հետևանքում Ռուսաստանը կխզի
Հայաստանի էներգետիկ պայմանագրերը, գազ, գազի գին, ասում են ուզում եք եվրոպական գներով վճարել, համեցեք նավթամթերք, ադամանդներ ու նման բաներ Հայաստանի արտգործնախարարությունից են արձագանքել, որ նամակը ստացել են, ուսումնասիրում են եւ կարձագանքեն ռուսական կողմին։ Այսինքն, այստեղ կոնկրետ այս պահին գուցե շանտաժի, բայց ապագայում գուցե նաեւ գործնական քայլերի, հա, դիմի ռուսական կողմը։ Այ որ ասում եք փլատակներում չպետք է մնալ Ռուսաստանի, հա։ Կարծես Ռուսաստանը դեմ չէ այդ փլատակներին, բայց անպայման չի ուզում մենակ լինել այդտեղ։ Երեք հարց միանգամից երեք հարցի պատասխան ունեմ ես։ Առաջինը, երբ Ռուսաստանը թուղթ է ուղարկում, թուղթը կարելի է նետել Զամբիոյը։ Թուղթի հետ ինչ որ անում են, կարելի է անել։ Երբ Ռուսաստանը լուրջ է, թուղթ չի ուղարկում, պողպատ է ուղարկում, տանկեր է ուղարկում, զորք է ուղարկում, եթե բան ունի ասելու, սկզբից զորք է ուղարկում, հետո եթե որևէ մեկը կասկածում է լրջության վրա, արդեն բացատրում են Սիբիրում, Սնդիկի հանքերում, Ուրանի հանքերում, ասում են քլունգով աշխատի, կիմանաս ինչ է նշանակում Ռուսաստանի չհասկանալը։ Ես կարծում եմ, որ դա արդեն կարևոր է։ Թուղթ նամակ են գրում, դա նշանակում է, որ նրանք նույնիսկ պողպատ չունեն Հայաստան ուղարկելու, ընդհանրապես գրել պետք չի, երբ որ իսկապես սպառնալիք կա։ Մենք հին, փորձառու, իմաստուն ժողովուրդ ենք, այս օրը վկա, այս օրը, լսեք ինչ, վերածնված 2000 տարի, ես ընդհանրապես ուզում եմ մենք ազնիվ լինենք, Լևոն մեծագործից հետո Կիլիկիայի թագավորությունից հետո մենք պետք է հիշենք, որ մի անգամ դա արել ենք։ Գիտեք ինչ իմաստով, երբ որ իմպերատորները Բյուզանդիայի, Հռոմի իմպերատորը, Սրբազան կայսրության իմպերատորը, Բրիտանիայի թագավորը, Ֆրանսիայի թագավորը, բոլոր կարևոր մարդիկ ճանաչել են հայկական թագավորության իրավունքը, գոյությունը, հայոց թագավորության։ Ճիշտ այդպես այսօր աշխարհի բոլոր կարևոր պետությունները ճանաչում են հայկական պետության գոյության իրավունքը, այսինքն ուղարկված թուղթը, որ մենք ձեզ համարում ենք մեր դրանը կապած պահապան, մեր անվտանգության գոտի, դա թուղթ է։ Մի քանի օր առաջ ամենահզոր պետությունը, դեմոկրատիայի պահապան պետությունը, մենք ասացինք հայկականության պահապանն ենք, կամ մի երկիր էլ, որ ժողովրդավարության պահապանն է, նա էլ հատուկ անուն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները հատուկ բանագնաց ուղարկեցին, բայց որպեսզի մենք չկասկածենք, նրանց կառավարության ներկայացուցիչը արտաքին գործերի նախարար է կոչվում, եկավ այստեղ մեզ շնորհավորեց, ակցիա արեց, դա ակցիա էր, այսինքն Լավրովը հո չէր, Նազարբաևն ու Անդրոպովը հո չէին, չասեց ես եմ եկել, այստեղ ես ներկա եմ, էլ ով կա։ Թրամփը նաև հայտարարություն է տարածել։ Իհարկե։ Ասել է, որ նշել է պետքարտուղարի այցը Հայաստան, ռազմավարական գործընկերությունը նոր մակարդակի հասցնելու պայմանագրերի ստորագրումը, նշել, որ Հայաստանի վարչապետը կիսում է տարածաշրջանի վերաբերյալ իր տեսլականները, մոտեցումները, խոսել է ամերիկյան ընկերություններից, որոնք շուտով թրիփ նախագծով ներկա կգտնվեն Հայաստանում ու նման բաներ, եւ վերջում, որը հիմա ընդդիմության թիրախն է դարձել, միջամտում եք մեր ներքին գործերին։ Ասել է, որ առաջկա ընտրություններում սատարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այո, միջամտեք։ Նրանք այստեղ են, նրանց զինվորական բազան այստեղ է, դա միջամտություն չի։ Նրանց ագենտները պաշպորտով, ոնց են ասում, 15 պաշպորտ, հա, պաշպորտով։ Իրենց լեզվամտածողությունով մարդիկ այստեղ են։ Նոր վերջապես Ամերիկան իմացավ, որ բալանսավորել է պետք։ Հակակշիռ։ Ես կարծում եմ, որ մի քիչ ուշ էր։ Դա որպեսզի չասեմ շնորհակալություն, դժգոհում եմ։ Իհարկե միջամտում են։ Բա եկավ թերահավատների համար էր այդ նամակը։ Ռուբիոն, Մարկո Ռուբիոն, դրանց ասում են պարոն,
պարոն Մարկո Ռուբիոն եկել էր, Տրամփն ասաց, որ ինքնակոչ չի, Սամո հիմա Սամոն բանա չէ, Սամո զվանեց չի, ինքնակոչ, ինքնաբուխ չի, դա պետության Ամերիկայի Միացյալ Նահանգների կարծիքն է, դա հաստատեց, ես դրա համար ասում եմ, որ Ռուսաստանի փլատակների տակ, որը կոչվում է հիմա RF, չի կարելի մնալ, ես կողմ եմ ավելի կտրուկ, ավելի համարձակ քայլերի, մենք դա 2 անգամ արել ենք։ Շատ լավ, տեսեք, եթե օրինակ խոսենք ԵԱՏՄ-ի մասին, այսօր Ղազախստանում գումարվում է նիստը, որին Հայաստանի վարչապետը չի մասնակցում, նիստից առաջ ռուսական կողմից հայտարարություններ եղան, որ Հայաստանի մասով որոշումներ են կայացվելու, հա, Եվրամիություն գնալ, բան այդպիսի ցանկություններ ունի, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, նաև դրա մասին ձեր հիշատակած Սամվել Կարապետյանն է խոսում, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, որ խոսել էլ ԵԱՏՄ-ի հետ տնտեսական պատերազմ է լինելու, չգիտեմ ինչեր, Փաշինյանը ասաց նման հայտարարություններ անողները փորում են ԵԱՏՄ-ի գերեզմանը։ Այո, ես ձեզ ասեմ, նորից ասում եմ, Ռուսաստանի իշխանությունը հենց ինքը ինքնասպանություն է գործում, որովհետև հարաբերությունները փչացնել Հայաստանի Հանրապետության հետ ռուս ժողովրդին զրկել բարձրակարգ խմիչքից, հայկական ապրանքից եւ հայերի բարեկամությունից, ես միշտ ասում եմ, ռուս ժողովուրդը ունի հերոսներ։ Ընդհանրապես դրանք ռուսական իմպերիայի կործանողներն են, Միկոյանը եւ Միասնիկյանը, հեշտ է այդ երկու անունը MM ռուսերեն։ Միկոյան Միասնիկյանը դրանք ռուս ժողովրդի դահիճներն են։ Այդ դահիճները վրեժ լուծեցին գենոցիդի մեղավորներից։ Նրանք հենց այնպես նվիրված էին ռուսական իմպերիային, հայ ժողովուրդը իրոք հարազատ հավատարիմ ժողովուրդ է, փրկիչին։ Մենք նվիրված էինք, բայց գենոցիդից հետո հայկական դպրոցները փակելուց հետո Շահումյանը, Միասնիկյանը, Միկոյանը, դրանք բոլորը վրեժ լուծեցին Ռուսաստանից ամենադաժան ձևով։ 5 տարի Ռուսաստանում եղբայրասպանություն էր։ 10 միլիոն մտավորական հեռացավ Ռուսաստանից։ Դուք պատկերացնում եք 5 միլիոն ձի է սատկել քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Դուք չեք պատկերացնում ինչ տեղի ունեցավ Ռուսաստանի հետ։ Այ ռուսները այսօրվա իշխանությունները ինքնավնասարարներ են, սամոստրել։ Այդ սամո բառը մոդա դարձավ էլի մեր մոտ, սամոստրել, սամոզվանեց։ Այդ սամոն սամոզվանեց է իրանց լեզվով։ Ուրեմն ես կարծում եմ, որ այդ ԵՏՄ-ն ուրիշ մի հետաքրքիր գաղափար կա, կարելի է շատ կարճ քննարկենք։ Եթե Ռուսաստանը ուզում էր հեռացնել իր արտոնաբերությունը, հեռացնել Հայաստանից, հեռանալ Հայաստանից, գիտեք ինչ կազմակերպեց, հիշում եք Զորի Բալայան կար, ելույթ ունեցան, ասեցին, որ Հայաստանի լանդշաֆտի համար արտոնաբերությունը վնաս է, հայ ինժեներները դեգրադանտներ են, դեբիլներ են հայ ինժեներները, փակեք գործարանները, ռուսերն ասեցին, դե եթե դուք ուզում եք, ձեր ատոմակայանը կփակենք, ձեր քիմիական արտոնաբերությունը, որովհետև ատոմակայանի հետևանքով դուք դեբիլանում եք, քիմիական արտոնաբերության հետևանքով դեբիլանում եք, Պոլիտեխնիկ ինստիտուտը կփակենք, դուք եք ուզում մեր զանում, Հայաստանում երթեր, ցույցեր, պետիցիաներ եղան, ես ասում եմ Զորի Բալայանը դրոշակակիր, ուրեմն ասեցին փակեք Հայաստանին արտոնաբերություն պետք չի, ռուսներն ասեցին դուք եք ուզում, դուք ուզում եք, մենք ձեր արտոնաբերությունը կփակենք, ձեզ թողնենք, որ պամիդոր լորլիկ աճեցնեք ու ապրեք երջանիկ ջերմուկով եւ ծիրանով։ Այսինքն, երբ որ Ռուսաստանին պետք էր, նրանք խրախուսում են, առաջ են բերում նրանց, ովքեր որ պաշտպանում են իրենց ստվերային շահերը։ Հիմա այդ ում մասին որ ասում եք, ես դրանց ազգանուն սամոզվանեցները կատարում են Ռուսաստանի պարտադրանքը, կամքը, ու ստացվում է, որ հայերն են ուզում, հայերը ուզում են, որ իրենք գերի լինեն, հայերը ուզում են վատ ապրել, հայերը ուզում են նվաստ լինել,
խոնարհված լինել։ Հետո լվացարարուհիները հին, տեսել եք, չէ՞ Օլիվեր Թվիստ կինոն, լվացարարուհիները ինչ պոզայով են լված կանում։ Ասում է այդ պոզան հայերին դուր է գալիս։ Հիմա դա Ռուսաստանի ցանկությունն է, Ռուսաստանի ագենտներն են, ես կարծում եմ մեր պետության շատ մեծ թերությունն է, որ նրանք այստեղ գործելու իրավունք ունեն, հայտարարելու խոսափող տեսափող ունեն, դա պետք է փակված լինի, հայերին նվաստացնող, Հայաստանը հայհոյող, մեր ինքնությունը ատող մարդիկ մեր մոտ գործելու իրավունք չպետք է ունենան, պետք է պատժվեն խիստ, պետք է վախենան, Հայաստանը վտանգավոր է, այդ հայկականությունը վտանգավոր է, ձեռ չտալ, անձեռնմխելի է, այդ գիտեք այդ բառը, անձեռնմխելի է, անլեզվամխելի է, բերանները փակ պահեք։ Դա արդեն գուցե իրավապանները կորոշեն, իսկ թե ինչ է ուզում Հայաստանի քաղաքացին հունիսի 8-ի առավոտյան պարզ կլինի, շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Զրուցակիցս հանուն Հանրապետության կուսակցության ցուցակով ազգային ժողովի падգամավորության թեկնածու Գերագույն խորհրդի նախկին падգամավոր Ազատ Արշակյանն էր։ Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ զորահանդես։ Հայաստանի Հանրապետությունը ցուցադրեց զինված ուժերի նոր սպառազինությունը, նոր հանդերձանքը։ Զորահանդեսին ցուցադրվել է 7 երկրից ձեռք բերված ու նաև տեղական նոր սպառազինություն։ Այս անօթաչուի մարտական մասը դեկորաֆուգասային կումուլյատիվ է։ Խնդիր կարող է իրականացնել մինչև 150 կիլոմետր հեռավորության վրա։ Անօթաչուի վերթիրը նույնպես իրականացվում է ռեակտիվ մեկնարկիչով։ Մեկնարկից հետո ամբողջ թռիչքն իրականացվում է ինքնավար, նախապես հայտնաբերված կամ լրահետախուզված նշանակետերի խոցման համար առանց օպերատորի միջամտության։ Հավելյալ հնարավորություն է ստեղծվում շատ կարճ ժամանակում կատարել բազմաթիվ մեկնարկներ եւ շահագործող անձնակազմի անվտանգության համար ապահովել բարենպաստ պայմաններ մեկնարկի վայրն արագ լքելու համար։ Հարվածային անօթաչուները դարձել են ժամանակակից ռազմական գործողությունների անբաժանելի մաս։ Նրանց զարգացումը շարունակվում է, ներառելով ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ։ Կանխատեսվում է, որ ապագայում դրանց ազդեցությունը պայմանական ռազմական գործողությունների վրա առավել կմեծանա։ Դև ընտանիքի հաջորդ նմուշը հայրենական արտադրության հետախուզահարվածային Դև 3 անօթաչու թռչող համակարգը նախատեսված է հետախուզության իրականացման եւ տարբեր տեսակի նշանակետերի հայտնաբերման ու ոչնչացման համար։ Կարող է առաջադրանքը կատարել 300 կիլոմետր հեռավորության վրա։ Ինչպես նախորդը, այս անօթաչուի մեկնարկը եւս կատարվում է ռեակտիվ մեկնարկիչով։ Այն Դև 3-1-ի արդիականացված տարբերակն է եւ համալրված է ժամանակի իրական պահին հետախուզություն իրականացնելու, տեսազդանշանը եւ հայտնաբերված նշանակետերի կոորդինատները վերգետնյա ղեկավարման կայանին փոխանցելու համակարգերով։ Համակարգի ղեկավարման կայանը դյուրակիր է, ինչն ըստ անհրաժեշտության մեկնարկային կետերի արագ փոփոխման հնարավորություն է ընձեռում։ Հայերական ռազմաարդյունաբերության եւ հայկական ինժեներական մտքի համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված Դև 3 հետախուզահարվածային անօթաչու թռչող սարքը կարճ ժամանակում ինտեգրվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Զինված ուժերի անօթաչու թռչող սարքերի զորքերի ստորաբաժանումները ներկայացնում են հակառադիոլոկացիոն որոտ 1-ը։ Սա զորատեսակի սպառազինության այն տեսակներից է, որը նախատեսված է պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերի ղեկավարման կայանների ոչնչացման համար։ Կարող է զարգացնել մինչև 220 կիլոմետր ժամարագություն։ Անօթաչուն տեխնոլոգիական ժամանակակից լուծումներից է եւ համարվում է ռադիոլոկացիոն համակարգերի ահն ու սարսափը։ Այն հնարավորություն ունի հայտնաբերել եւ խոցել գրեթե ցանկացած տեսակի ռադիոլոկացիոն կայան։ Վերթիրն իրականացվում է ռեակտիվ մեկնարկիչով։ Այս անօթաչուն եւս կարևոր դեր է խաղում ժամանակակից ռազմական գործողություններում, հատկապես հակաօդային պաշտպանության համակարգերի դեմ պայքարում։
Հիմնական առավելություններից են նվազեցնել պայմանական հակառակորդի ռադիոլոկացիոն հայտնաբերման համակարգերի հնարավորությունները եւ նպաստավոր պայմաններ ստեղծել յուրային ավիացիայի եւ անօթաչուների կիրառման համար։ Ելույթ է ունեցել Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ այսօր Հայաստանի Հանրապետության բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է։ Պետության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն եւ ռազմական տեխնիկա եւ ռազմատեխնիկական համագործակցության այս աշխարհագրությունը իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է։ Զորահանդես հաշվետվության կարևոր առանցքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում արտադրված սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն է անում։ «2022 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամի ներդրում է արել ռազմարդյունաբերական համալիրում եւ այսօր մենք ունենք արդյունքներ, որոնցով կարող ենք հպարտանալ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության բարձրացման էական գործոն են նաեւ մի քանի տասնյակ ամրացված շրջանները, որոնք 21-րդ դարի պահանջներին համապատասխան ամրոց բերդեր են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով եւ ինժեներական մտքի գլուխգործոցներ։ Այսօր հպարտության առիթ է նաեւ այն, որ զորահանդեսին մասնակցում են կամավոր ատեստավորմամբ իրենց բարձր մարտունակությունը ապացուցած զինծառայողներ, ինչպես նաև պաշտպան հայրենյաց ծրագրի մասնակիցներ, ովքեր ժամկետայինից պրոֆեսիոնալ բանակի անցման գործընթացի կարևոր մասնակիցներ են։ Այսօրվա զորահանդեսը հաշվետվություն է քաղաքացիներին, թե վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը ինչ է արել Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Բայց այս հաշվետվության հասցեատեր են նաև մեր նահատակները, ում զոհությունների գնով, ում կյանքի գնով Հայաստանի Հանրապետությունը այսօր պետություն է ավելի քան երբևէ, անկախ է ավելի քան երբևէ, ինքնիշխան է ավելի քան երբևէ, անվտանգ է ավելի քան երբևէ։ Մեկ րոպե լռությամբ, բայց նաև հրետանային համազարգով հարգենք մեր բոլոր նահատակների հիշատակը։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առիթով։ Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունն էլ արդիականացրել է բանակի նոր զինանշանը եւ նոր տարբերակը ներկայացրել հանրությանը։ Նախ անդրադարձ է կատարվում զինանշանի արդիականացման պատճառներին։ Ընդգծվում է, որ 2001 թվականին հաստատված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի արդեն նախկին զինանշանում արկա էին մի շարք զինանշագիտական, ձևաբանական, գաղափարաբանական թերություններ, ուստի բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է նաեւ զինանշանի արդիականացման սրբագրման գործընթացը։ Սիրելի հայրենակիցներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության բանակի արդիականացված նոր զինանշանը։ Նախ անդրադառնանք զինանշանի արդիականացման անհրաժեշտության պատճառներին։ 2001 թվականին հաստատված եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նախկին զինանշանում արկային մի շարք զինանշանագիտական, ձևաբանական, գաղափարաբանական թերություններ։ Ուստի բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է նաեւ զինանշանի արդիականացման սրբագրման գործընթացը։ Նախկին զինանշանի հիմնական կերպարը արծիվը ունի հերալդիկ եւ գեղագիտական էական թերություններ։ Արծիվը պատկերված է փակ կտուցով։ Հերալդիկայում փակ կտուցը համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ, հաճախ ընկալվում է անշունչ կերպար, ինչը հակասում է բանակի էությանը։ Բացակայում է արծվի հիմնական մարմինը՝ իրանը։ Այն ձուլված է ընդհանուր մակերեսին, ստեղծելով միայն փետուրներից հավաքված արծվակերպ պատկեր։ Բացակայում են արծվի վերջույթները, ճանկերը, զենքը։ Սա ստեղծում է անդամահատված, անզոր խոցելի էակի տեսք, ինչն անթույլատրելի է բանակի խորհրդանիշի համար։ Նախկին զինանշանում սուրը տեղադրված է վահանի հետևում, ինչը հերալդիկայում պաշտպանությանը ոչ պատրաստ լինելու նշան է։ Սակայն Հայաստանի Հանրապետության բանակի առաքելությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, տարածքային ամբողջականության պաշտպանությանը մշտապես պատրաստ լինելն է։ Զինանշանի նախկին տարբերակում արկա է պետական դրոշի պատկերման կոպտագույն սխալ։ Այն ներկայացված է ոչ թե որպես մեկ ամբողջություն, այլ մասնատված է առանձին ժապավենների կամ կտորների։ Դրոշի այսպիսի աղավաղումը խորհրդաբանորեն կարող է մեկնաբանվել որպես պառակտված, մասնատված կամ ոչ ամբողջական պետականություն։ Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանի նկարագրությունը։ Նոր զինանշանի կենտրոնական կերպարը, արծիվը, վերաիմաստավորվել է, պատկերված է լիակատար կենդանի եւ ամբողջական մարմնավորմամբ։ Հստակ երևում են գլուխը, մարմինը, թևերը եւ ճանկերը, հաղթահարելով նախկին զինանշանի բացթողումները։ Արծվի կտուցը բաց է, ինչը հերալդիկայում խորհրդանշում է կենսունակություն, պատրաստակամություն, զգոնություն, խոսքի եւ ուժի իրավունք։ Որպես թագակիչ գիշատիչ, արծվի հստակ եւ դինամիկ կեցվածքն ուղղակիորեն խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության բանակի արթնությունն ու մարտական ոգին։ Այն մարմնավորում է բանակի առաքելությունը՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը, սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Նոր զինանշանում արծվի կերպարն ամրապնդվում է նրա հետևում շողացող ոսկեգույն արևով, որի ճառագայթները հստակորեն ծավալվում են շրջանաձև։ Արևն այստեղ հանդես է գալիս որպես լույսի եւ կենսունակության խորհրդանիշ, մարմնավորելով հայ ժողովրդի հարատևման գաղափարը։ Ընտրված ոսկեգույնը պատահական չէ, այն հավերժականության, բարեկեցության եւ իշխանության գույնն է։ Ալևի տեղադրությունն արծվի թիկունքում ընդգծում է այն սրբազան արժեքները, որոնք գտնվում են պետության, արծվի, հովանու եւ պաշտպանության ներքո։ Արծվի կրծքին տեղադրված է կլոր ոսկեգույն վահան, որը զարդարված է հայկական ութաթև արևախաչով, իսկ կենտրոնում սերմնահատիկով, որպես Հայաստանի Հանրապետության բանակի կենտրոնաձիգ խորհրդանիշ։ Սերմը մարմնավորում է ապագա զինվորներին, որոնք ռազմի դարբնոցում պիտի ծլարձակեն, ծառ ու պտուղ դառնան եւ հավերժական անընդհատության խորհրդով նորից սերմ տան։ Վահանը արծվի վրա պաշտպանության խորհրդանիշ է։ Արծիվն իր երկու ճանկերում բռնել է պատմական նշանակություն ունեցող զենքեր՝ ձախում ոսկեգույն սուր, իսկ աչում Հայաստանի Հանրապետության բանակի պահապան Աշոտ Երկաթի սուրբ խաչը, Հայաստանի բանակի զինվորական թալիսմանը։ Սուրն արծվի ճանկում խորհրդանշում է միշտ պատրաստ կարգավիճակը։ Զինանշանի վերին հատվածում պատկերված է Հայաստանի պետական դրոշի եռագույնը եւ Հայաստանի Հանրապետության քարտեզը։ Այս տարը զինանշանը ներդաշնակորեն կապում են Հայաստանի Հանրապետության հետ, ընդգծելով, որ բանակն անվտանգության երաշխավորներից մեկն է։ Կերպափոխման հայեցակարգով նախատեսված բարեփոխումները Հայաստանի Հանրապետության բանակում շարունակվում են։ Եվ այժմ զրուցելու եմ Հանրային խորհրդի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վազգեն Ղազարյանի հետ։ Ողջույն պարոն Ղազարյան, շնորհավորում եմ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ողջույն, շնորհակալ եմ նմանապես շնորհավորում եմ։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, նախ բնականաբար հիմա ձեզանից փոքրինչ ավելի մասնագիտական դիտարկումներ ենք ակնկալում զորահանդեսի վերաբերյալ, հա, ցուցադրված սպառազինության այդ թվում, որը բոլորիս ուշադրության կենտրոնում էր։ Ամենակարևորը երևի ինչը կարելի է նշել է զորահանդեսից, դա տեխնոլոգիական արդիականությունն է։
Այսինքն այս զորահանդեսում ցուցադրվել է այն, ինչ որ գնվել է վերջին 2 տարվա ընթացքում, այն ինչ որ իրոք արդիական է, այն ինչ որ թվայնացված է, այն ինչ որ տեղավորվում է ժամանակակից պատերազմի լոգիկայի մեջ, ու այն ինչ որ ունի ճկուն կերպափոխելու կամ ճկուն ինտեգրելու հնարավորություն։ Շատ լավ, սպառազինությունների մասով մենք տեսանք նաև տեղական արտադրանքի սպառազինություններ։ Կխնդրեմ նաև դրան անդրադառնալ, որովհետև մասնավորապես տեղական արտադրանք, ռազմաարդյունաբերություն, այս հարցերը բավականին շատ են քննարկվում եւ հիմնականում քննարկվում են բացասական լույսի ներքո, այն իմաստով, որ Հայաստանը այդպես էլ չի կարողանում, այսպես ասենք, խելքի բերել ռազմաարդյունաբերությունը։ Դա բացարձակ սուտ է, որ չի կարող խելքի բերել ռազմաարդյունաբերությունը, այսօր փաստա, այսօրվա զորահանդեսում դա ապացուցեց, որ մենք ունենք ռազմաարդյունաբերություն ունի բավականին լուրջ հաջողություններ, քանի որ մեր ռազմաարդյունաբերության ընկերությունները արտադրում են ոչ միայն հասարակ, այսինքն թնդանոթի փող կամ արկեր, այլ արտադրում են այդ high-tech կոչված, այսինքն բարձր տեխնոլոգիական տարր, բարձր ինտելեկտուալ տարր պարունակող սարքեր, ինչպես օրինակ դրոնները, որոնք դրոնների մի մասը կառավարվում է AI-ով։ Այսինքն դա արդեն խոսում է նրա մասին, որ մենք ոչ միայն ռազմաարդյունաբերությունն ենք, այլ ռազմաարդյունաբերության ընկերությունները բավականին արդիական տեխնոլոգիաներով շարժվում են առաջ։ Մասնավորապես մենք տեսանք նաև անօդաչու թռչող սարքեր, տարատեսակ ուղաթիռներ, ինքնաթիռներ եւ այլն։ Միշտ է խոսվել Հայաստանի, այսպես ասենք, օդային պաշտպանության անհրաժեշտության կամ օդում գերակայության դրա կարողությունների զարգացման մասով։ Այս համատեքստում սրանք վկայություն են, որ այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ են իրականացվում։ Դե գիտեք, հոբ համակարգերը ըստ երևույթին 20 թվականից հետո կարելի ասել դա եղավ մեզի եւ հոբ համակարգերը ինձ թվում է նույնիսկ մի քիչ ավելի պատկերացրածից ու բարիք եղածից շատ էին ու այսօր Հայաստանում ըստ տեսածի հոբ համակարգերի խտությունը թույլ է տալու հիմնականում օդի պաշտպանություն ապահովել։ Այսինքն հոբ համակարգերի վրա արված է բավականին մեծ ուշադրություն է դարձված հոբ համակարգերով համալրելու բանակը վրա։ Պարոն Ղազարյան, մենք հիշում ենք օրինակ նույն նախկինում, այսպես ասենք, շատ գովերքված Իսկանդերը, որը տեսանք, որ պատերազմի ընթացքում չկարողացավ խնդիր լուծել, այսպես ասենք, շատ գովերքված սուերը, որոնք մարտական առաջադրանքներ չիրականացրեցին, հրթիռներ չկային, հազար ու մի հարց եղավ եւ այլն, Այս համատեքստում, այսինքն այն ինչ մենք տեսանք զորահանդեսին, այդպիսի մտավախություններ այս սպառազինությունների մասով չկան, ես գուցե հասկանում եմ, որ հարցը նաև քաղաքական ենթատեքստ ունի։ Իսկանդերի հետ կապված խնդիրը մի քիչ իրականում ուրիշ է եղել։ Առաջինը 16 թվականի ցախողումից հետո 16 թվականի ռազմաքաղաքական ղեկավարությունը հասարակությանը հանրությանը հանգստացնելու համար չզբաղվեց իրական բանակի ռեֆորմով, իրական բանակի փոփոխություններով, որը ենթադրում էր գոնե գողություն չանել, այլ որոշեց բերի մի հատ կներեք արտահայտության համար վունդերվաֆլը բոբոզենք ու հանրությանը համոզի, որ հեսա տեսեք մենք մի հատ զենք ունենք, որը խփելու ով է շնամին տարվելով, բայց իրականում Իսկանդերը պետք է լիներ զենքերի զինատեսակներից մեկը, համակարգերից մեկը։ Ու այն պարագայում, երբ որ մեր բանակի շատ ինժեներական կամ ասենք ռազմաարդյունաբերության կամ մյուս ոլորտները շատ հետամնացային ու կար ոլորտներ, որոնք գոյություն չունեն, հույսը դնել Իսկանդերի վրա, դա միամտություն էր։ Երկրորդ տարի իհարկե ռազմաքաղաքական տարն է, որ Ռուսաստանը ունենալով Իսկանդերի հետ կապված որոշ կառավարման նյուանսներ, այսպես ասեմ, ըստ երևույթին թույլ չի տվել Իսկանդերի հնարավորությունները լիովին կիրառել։ Փակագծը շատ չբացեմ, բայց վարչապետի խոսույթը, որ Իսկանդերը կիրառվել է ոչ լիարժեք, ու մասամբ դրա մասին էր, որ մենք հնարավորություն չենք ունեցել օգտագործենք այդ ձեռքի բոլոր պոտենցիալը, ու իհարկե դա դրա պատճառը ռազմաքաղաքականն է։ Իսկ ինչ վերաբերում է սուերին, այո, սուերը չեն ունեցել հակաօդային, այսինքն օդ այդ հրթիռների տեսակները,
Էլի եղել է շատ խնդիրներ, նաև եղել է ռազմաքաղաքական սաբոտաժ, հիմնական պատճառը դա է եղել, որ այդ խնդիրները չի եղել, այսինքն գնումը ենթադրել է, որ խնդիրները պետք է լինեն, բայց ինչ պատճառներով Ռուսաստանը չի մատակարարել այդ խնդիրները, այսօր այդ խնդիրները կային իմիջայլոց ինքնաթիռի վրա, եթե ուշադրություն դարձնեք լուսանկարներին, սուերը լիովին զինված են խնդիրներով, որոնք անհրաժեշտ են։ Պարոն Ղազարյան, վարչապետը նշեց, որ 7 երկրի նոր սպառազինություն ու նաև տեղական արտադրանքի նոր սպառազինություն է ցուցադրվում։ Հայաստանի սպառազինության ոլորտում դիվերսիֆիկացիայի մասին այնքանով որքանով որ հայտնի է, մենք համենայն դեպս հանրայնորեն գիտենք 1-2 երկրի անուն, դա Հնդկաստան եւ Ֆրանսիա, որից Հայաստանը նոր սպառազինություն է ձեռք բերում եւ մնացած 5 կամ 4 երկրի մասին առանձնապես տեղեկություններ չկան։ Ես ձեզ բնականաբար չեմ ակնկալում բացահայտել այդ երկրների անունները, բայց կխնդրեմ առանձնացնել այս զորահանդեսում այն առանցքային զինատեսակները, որոնք աչքի էին զարնում ձեզ նաև որպես ոլորտի մասնագետ։ Հրետանային միջոցները իհարկե մենք երբեք չենք ունեցել այսքան ինքնագնաց հրետանային միջոցներ, չհաշված որ նրանք գերթվայնացված են ու գերժամանակակից են, երբեք չենք ունեցել, այսինքն նույնիսկ երազներում չենք տեսել այս քանակի թվայնացված ինքնագնա հրետանային միջոցներ։ Իհարկե ԱԹՍ-ների նոմենկլատուրան զարմացնում, ես որ մի քիչ թեմայի մեջ եմ, ես նույնիսկ չի պատկերացնում, որ մենք այս քանակի ԱԹՍ ունենք, այսքան տարատեսակ ու նաև արտասահմանյան այսքան, ու երրորդը իհարկե զրահամեքենաները, այսինքն բանակի մոբիլությունը բարձրացել է անգամներ, որովհետև օրինակ եթե մենք ունենանք այս զրահամեքենաները, որ այսօր ցուցադրվեցին, մենք Շուշիի տակ այդ մի քանի 100 զոհը չենք ունենա։ Այսինքն դա միանշան։ Երևի այս երեքի վրա։ Ու իհարկե այս մոբիլությունն է բանակի շատ բարձրացել, երևի նկատեցիք հետևակել այդ մեծ մեքենաների մեջ չէ, հետևակը փոքր խմբերով է շարժվում այդ կապների մեջ, այսինքն բանակի նաև կառուցվածքային փոփոխություն է։ Պարոն Ղազարյան, եւ նաև կխնդրեմ անդրադառնալ, այսինքն ինչպես ներկայացվեց, հա, նոր սպառազինություն, նոր բանակ, նոր գաղափարախոսություն, նոր զինանշան, այստեղ ձեր գնահատելով, ձեր աչքով ամեն ինչ, այսպես ասենք, ժողովրդական լեզվով ասեմ, տեղը տեղին է։ Իրեք մի համակարգում, որը 30 տարվա անդունդում է գտնվել, իրական 30 տարվա մենք բաց ունենք դրացնելու, այդ համակարգում ամեն ինչը տեղը տեղին չի կարողանում, բայց ես կարամ հաստատ ասեմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Այսինքն պետությունը հսկայական գումարներ է ծախսում սպառազինության վրա, հիմք է դրվում նոր բանակի կրթական համալրին, նոր արևմտյան ստանդարտներով կառուցվող ռազմակրթական համալիրներ, այսինքն ուղղությունը ճիշտ է, վեկտորը ճիշտ է, քաղաքականությունը ճիշտ է, բայց իհարկե բացողումներ շատ կան, որոնք պետք է լրացվեն։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան։ Զրուցակիցս Հանրային խորհրդի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վազգեն Ղազարյանն էր։ Այժմի համար այսքանը, մնացեք Առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։